Հայրենական մեծ պատերազմը իր մեծ հետ կթողեց նաև պատերազմի եւ աշխատանքի Կապանի վետերանների միության նախագահ Ռաֆիկ Հարությունյանի կյանքում։ 11 տարեկան էր, երբ 3 եղբայրներն ու քույրը մեկնեցին ռազմաճակատ, իսկ ինքը ստիպված էր մեծահասակների պես աշխատել կոլտնտեսությունում։ Ասում է, մանկությունս ու պատանեկությունս մեկ օրում վերջացան, դեռևս դպրոցը չավարտած սկիզբ առան ծանր ու դժվարին տարիները։ Տանը մնացել ենք ես ու մայրս։ Եվ պիտի աշխատենք, որպեսզի կարողանանք ապրենք, քուրս ասիվ իրաներ պահան մեկել է մյուս քրոջս, որը Ղափանում էր ապրում։ Այդպես է սկսեցի կոլտնտեսության աշխատանքները։ Ձմեռային սեզոնում ամեն օր հաճախում էի դպրոց, բայց ամառը ոչ։ Հետո էլ այնպես մի ձևի հիասթափել էի դպրոցից, որովհետև մեր հայրս, որ 36 թվականին բռնել են, մեզ համարում էին ճշնամի, խորհրդային միության իբրե սովետական միության ճշնամի, որովհետև հայրս դաշնակցական էր։ Հայրս եղել է Նիժդեի վաշտապետը, այդտեղ ասեմ ձեզ։ Այդ ժամանակից ի վեր մեզ անդադ քարկոծում էին, դպրոց էին գնում, եթե մեկն ու մեկը գալիս էր, մի գործ պետք էր, մեզ էին տանում։ Ինձ էր առաջինը ես պիտի լինեի, որովհետև ես համարում էի անհարազատ այդ պետության համար, սակայն սխալ է։ Եթե անհարազատ է, ապա ինչպես մեր ընտանիքից 4 հոգի են տարել, մարդկա 4-ն էլ ունեին, ոչ մեկն չեն տարել։ Էդ էլ կա։ Հետո էլ երբ Ստալինը հրաման եղավ, որ աշխորհը մինիմումը չկատարելու համար աքսորում են։ Սկսեցի դարդուցավ էի, մորս պիտի աքսորեն, եթե էի մտածում անդադ։ Անում էի գրեմ իր վրա, պարզ է, որովհետև ես փոքր էի, ինձ նախ չէին հրամանագրել։ Ես աշխատում էի, բայց մորս վրա էր գրում բոլորը։ Այդ տարիներին, ծանր տարիներին, փոքրիկ երախա, առավոտը ժամի 5-ի վեր կենաս, եզները հանես, տանես հարածացնես, ենքա լավ ամարտի գիտի, գյուղատնտեսական աշխատակից պիտի տանեի հարածացնեի, բերեի հազնեի վեսկիներին, ես գնայի Շևենանց դպրոց, արդեն Շևենանցում էի սովորում, Շևենանց դպրոց, հետ գայի դպրոց էլ պետք է գայի մի շալակ փայտ անեի, փայտը բերեի տնեի տան, որպեսզի իրիգուն ու վառենք, մանավանդ Ձմեռան շրջանում։ Յուղացու չարքաշ կյանքով ապրող տղայի համար մեծ ուրախություն էր, երբ 1945 թվականին պատերազմի ընթացքում թիկունքում կատարած աշխատանքի համար պարգևատրվեց Ստալինյան մեդալով։ Ինձ համար մեծ ուրախություն էր 1945 թվականին, հպարտություն։ Ամառվա մի գեղեցիկ օր բոլոր հնձվորները դաշտում, ես էլ հնձվոր էի արդեն, ամենածանր գործը խորհրդակապելը, ամենածանր գործն էր։ Հանկարծ Ղափանից մարդ է գալիս բանկոմատից, դե ինչ մանում, ով է գալիս է, ընթերցում է Ռաֆիկ Հարությունյանին պարգևատրում է Ստալինյան մեդալը։ Կոլտնտեսությունում աշխատելու տարիներին Ռաֆիկ Հարությունյանը լավ աշխատանքի համար արժանացավ ղեկավարության ուշադրությանը, տեղափոխվեց Երևան ուսանելու գյուղմեխանիզացիայի տեխնիկումում, որը ավարտելուց հետո աշխատանքի հետ միասին ընդունվեց նաև Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, իր ավանդը ունենալով նաև Կապանի սպորտային կյանքում։ Ես չէի ուզում ուսումից կտրվեի, որովհետև ես գիտես բարի նախանձով է վերաբերում իմ ընկերների նկատմամբ։ Իմ ընկերները արդեն ինստիտուտում ընդունվել են, ես էլ 9-րդ դասանում էի։ Արդեն իմ ընկերները ինստիտուտում են ընդունվել։ Ես բարի նախանձով սիվաց սովորել։ Ոբշամ ինձ այդ բախտը վիճակվեց։ Ինձ կանչեցին գրություն տրեցնի գնացի Երևան 17 տարեկան երեխա։ Ուղարկում են Երևան գյուղմեխանիզացիայի տեխնիկումը, որպես ես դառնամ հիմնական գյուղական կադր։ Եղել եմ բյուրոյի անդամ, եղել եմ միևնույն ժամանակ պատգամավոր եւ շրջանային բաժնի կողմից եւ քաղաքային կողմից, երկու անգամ եղել եմ ընտրվել պատգամավոր։ Ունեցած հարուստ աշխատանքային փորձի ու գիտելիքների շնորհիվ արդեն 2 տարի է Ռաֆիկ Հարությունյանը ղեկավարում է հայրենական պատերազմի եւ աշխատանքի Կապանի վետերանների միությունը։ Միաձայն 11 տեխնացիոն իմ ապան առաջադրեց, տեխնացիոնը եւ բոլորը կողմ է եղել։ Առաջին բանը իմ տեխնացիոնը տվել է Ցոլակը, Ղուկասյան, պաշտպանել է Հայրապետյանը եւ բոլորն է պաշտպանել են, միաձայն ես ընտրվել եմ։ Ուրիշ տեխնացիոն մի հոգի եղել է, հրաժարվել է, ես միաձայն ընտրվեց այդտեղ, ես չեմ էլ փոշմանը, որովհետեւ ես սիրում եմ, որ հասարակական գործ են անում։ Ոչինչ, թող ես ամեն ինչով հետ մնամ, բայց հասարակական աշխատանքը որ տանում եմ, Քաջանանից հիվանդ վետերանա եկե, աղջկա հետ միասին, տարել եմ իմ գումարով, իմ բանով, բոլոր հիվանդանոց, ամեն տեղել ստուգել տվել ճանապարհի ամեն ինչ նորմալ է։ Մատուշևսկային անդադ հաճախում եմ։ Ռաֆիկ Հարությունյանը վստահեցնում է, ինչքան կարողանամ ուժերս կներդնեմ խորհրդի բարելավման գործում։
Շատ սիրելի առաջնորդների, ամբողջ ապագա առաջնորդների խումբ, մեր ապագա նախարարները, մեր ապագա բժիշկները, գիտնականները և վերջապես արխիվիստները, հավանաբար կգտնվի մեկը, որ կհրապուրվի այս աշխատանքով, և վերջապես մեր Կապանյան ապագա առաջնորդները, բարի գալուստ, համեցեք։ Սյունիքի մարզային արխիվում ահա այսպես դիմավորեցին կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնի սաներին։ Վերջիններս եկել էին ծանոթանալու արխիվավարների աշխատանքին, ինչու ոչ նաև արխիվին։ Գրեթե բոլորն էլ առաջին անգամ էին ոտք դնում այստեղ, և նրանց հետաքրքիր էր ամեն ինչ։ Կենտրոնի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանի խոսքով այս շրջայցերի շնորհիվ կենտրոնի սաների մեծ մասն արդեն կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում։ Մենք շարունակում ենք մեր հանդիպումները, սա պլանավորված հանդիպում է, որովհետև մենք այս համագործակցության համար ջանք ենք թափել, որ կայանա, որովհետև մենք գտնում ենք, որ այսօր արխիվները շատ կարևոր դեր են կատարում մեր կյանքում։ Մենք նախ ուզում ենք, որ երեխաները հասկանան, որ արխիվը շատ կարևոր երևույթ է ինքնին և նաև ինչպես է աշխատում արխիվը, ինչպես կարելի է օգտվել արխիվից, ինչ փաստաթղթեր կարելի է գտնել այնտեղ, եթե դա անհրաժեշտություն ունի։ Բացի այդ, մենք նաև այսօր գտնում ենք, որ այս մասնագիտությունը նաև շատ հետաքրքիր մասնագիտություն էր։ Մեր երեխաների շատերը մասնագիտական կողմնորոշում են անցնում մեզ մոտ և մեզ համար շատ կարևոր է, որ որպես մասնագիտություն նա նաև դառնա հետաքրքրության առարկա, որովհետև արխիվում աշխատող մարդը բազմակողմանի զարգացած մասնագետն է, որ ոչ միայն պատմագետ է, ոչ միայն իրավաբան է, այլ նաև պետք է այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետի և կարողանա ներկայանալ հանրությանը արդեն իր բազմաշնորհ գիտելիքներով։ Դրա համար մենք կարևորում ենք, սա մեր առաջին փորձն է, հանդիպումների շարքում մենք այս տարի մտցրեցինք նաև ազգային արխիվը, որովհետև մեծ հետաքրքրություն կա երեխաների մեջ ու նաև մենք գտանք, որ դա շատ կարևոր է։ Կառույցին ծանոթանալուց բացի երեխաները զրուցեցին տնօրեն Արշալույս Փափազյանի հետ։ Նրա համար նաև շնորհակալագիր էին պատրաստել։ Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնը մեր իր շնորհակալագիրն է ուզում հանձնել և սա դեռ սկիզբն է մեր համագործակցության, որպես գաղտնիք դες ասեմ երեխաներ, որ Փափազյանը իմ ուսուցչուհին է եղել և սա պարտանում եմ, որ նման աշակերտուհիներ ենք մենք մեր հասարակության համար, այսպես դաստիարակել, տվել, շնորհել, նաև իմ աշակերտուներից մեկն է մեր ֆոնդապահն է, ևս մի ֆոնդապահ է իմ աշակերտուհին, արխիվն ուզում եմ կապել երիտասարդության հետ, մենք հետո ասուլիս կունենանք, անպայման այդ հարցերն ենք։ Այնպես որ ես ուզում եմ անցնել և այս հաճելի պատականությունը կատարել, ուզում եմ դες շնորհակալագիրը մեր հանձնել Փափազյանում, ուզում եմ, որ ամենագեղեցիկ տեղում կախված լինի դա, մեծագույն իմ բոլոր շնորհների մեջ ասեմ, որ սա նախադեպը չունեցող դեպք է, որովհետև 71 թվականից առ այսօր արխիվը դեռ այսքան գեղեցիկ երիտասարդների չէր ընդունել։ Ես շնորհակալ եմ ձեզանից։ Դուք անպայման կշարունակեք այս աշխատանքը, երբևէ լինի կկապվեք այս աշխատանքի հետ։ Ճիշտն ասած, արխիվ բառը երբեմն այսպես տպավորություն է ստեղծում, որ արխիվը այնպիսի վայր է, որտեղ միայն պահպանում են հնագույն փաստաթղթեր եւ այլն, բայց ասեմ ձեզ, այդ մտայնությունը վաղուց փոխվել է։ Հիմա արխիվ գալիս են երիտասարդներ աշխատելու։ Սուսաննա Մարտիրոսյանն ասաց, որ գրեթե միշտ եւ բոլոր հաստատություններում էլ երեխաներն արժանանում են ջերմ ընդունելության։ Շուտով մենք շատ հետաքրքիր այց ունենք Երևան եւ դա 3-օրյա այց է։ Չեմ ուզում առաջ անցնել, ասել թե որտեղ ենք մենք լինելու, ինչ մակարդակներում են մեզ ընդունելու, դա թողնենք հետագային, բայց մեզանով հետաքրքրված են, որտեղ մենք իսկապես լուրջ աշխատանք ենք կատարում երեխաների կրթության, ալտերնատիվ կրթության, այսպես ասենք, որովհետև մենք անում ենք այն ինչ որ դպրոցը չի անում։
Եվ երեխաները այ շատ կուզենան, որ հետագայում նրանք իրենց կարծիքներն ասեն, թե ինչքան բան է փոխել իրենց կյանքում մեր դպրոցը, ինչ աշխարհայացքի ձևավորման խնդիրներ են իրենք լուծել մեզ մոտ, ինչ բազմաթիվ հանդիպումներ ունեցան այնպիսի մասնագետների հետ, որ դպրոցում այդ հնարավորությունը պարզապես չկա։ Միջազգային փորձագետներ, դեսպաններ, կառույցներ, որտեղ մտնելու համար այցեքարտ իրենք չունեն պարզապես։ Այդ հնարավորությունը տվել է մեր դպրոցը իրենց։ Նոյեմբերի 10-ին ծրագիրը կհատի եզրագիծը։ Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Կապանի համար 5 հիմնական դպրոցի 5-րդ դասարաններում ուսուցանվում է ազգային երգ ու պար առարկան։ Անցած դասաժամերի ընթացքում աշակերտները արդեն սովորել են խրոխտ երգել ու պարել հայկական ժողովրդական երգարաններից 4 ստեղծագործություն։ Այս 2 ամսվա ընթացքում բավականին շատ գիտելիքներ են ձեռք բերել աշակերտները, կարևորն այն է, որ նրանք հաճույքով են մասնակցում դասերին, պատրաստական են, պարտաճանաչ եւ ամեն մի երգը երգելուց նրանց խրոխտ կեցվածքը, նրանց պահվածքը հույս է տալիս, հույս է ներշնչում, որ ամեն ինչ դեռ առջևում է, լավ կլինի։ Ազգային երգ ու պար առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդվում է այս ուսումնական տարվանից։ Ուսուցչուհու փոխանցմամբ նախապես վերապատրաստվելուց հետո փորձում էր ուսուցանածը փոխանցել աշակերտներին։ Դասապրոցեսին պարային շարժումներն ու երգերը սովորելուց բացի աշակերտները ծանոթանում են նաև դրանց պատմությանը։ Ազգային երգ ու պար առարկայի նպատակն է երեխաների մեջ ձևավորել ազգային ավանդույթների նկատմամբ սեր ու հարգանք եւ ստեղծագործ քաղաքացի նպատակն է, որ նրանք կարողանան իմանալ, թե ինչ է ազգային պարը, ինչից է առաջացել, նրա ծագումնաբանությունը, տարատեսակները եւ գնահատվում են համապատասխան չափորոշչային պահանջները։ Նախքան պարերը սկսելը, երգը սկսելը, ես տեղեկություններ եմ հաղորդել երեխաներին, թե ազգային երգ ու պար առարկան իրենից ինչ է ներկայացնում։ Մինչև ծանոթացնելը երեխաները ոչինչ չգիտեն, բայց արդեն հիմնականում պարերի կատարման տեղը, ժամանակը, մասնակիցների թիվը, բոլոր այդ տեղեկությունները տեղյակ են։ Արդեն սովորել են 4-ից 5 երգ, 3 պար, մենք կշարունակենք աշխատել։ Ազգային երգ ու պար առարկայի թե տեսական եւ թե գործնական պարապմունքներին աշակերտները հաճույքով են մասնակցում, գիտեն արդեն ուսուցանված պարերի նշանակությունն ու պատմությունը։ Երկու ամսվա ընթացքում հասցրել եմ սովորել մի քանի պարեր, իրաց մեկնաբանությունները ու երգերը։ Ուզում եմ քոչարի սովորել։ Սովորել եմ Փափուրի, Թամզարա, Մարալո, Սուրբ Էջմիածին պարեր։ Նրանք շատ հետաքրքիր են ասում ինձ համար, հաճույքով եմ սովորում։ Փափուրին ձեռքի բռնած, իսկ Մարալոն ցած կոտելով են պարում։ Շատ հետաքրքիր է։ Շատ հաճույքով եմ մասնակցում պարերին եւ միշտ պարտաճանաչ եմ լինում։ Նշենք, որ ազգային երգ ու պար առարկայի ստացած գիտելիքների շնորհիվ աշակերտները իրենց գեղեցիկ կատարումները ներկայացնում են նաև դպրոցում կազմակերպվող միջոցառումների ընթացքում։